Նախորդին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Հայաստանի արտգործնախարարը հաստատեցին տրիպի Հայաստան-Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակը։ Սա իհարկե հերթական ճանապարհների ծրագիր չէ, սա Հայաստանի ռեգիոնալ դերը վերաձևելու փորձ է փակ ու խոցելի երկրից դարձնել կապող հանգույց, աշխատող տնտեսություն, կայուն եկամուտ ունեցող պետություն։ Սա խաղաղության ճանապարհի շարունակությունն է անխոս, բայց այստեղ ուզում եմ մի բան ընդգծել։ Խաղաղությունը արժեք ունի միայն այն դեպքում, երբ մարդը դա զգում է իր ամենօրյա կյանքում։ Երբ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում, Արագածոտնում, մեր մյուս մարզերում մարդը գիտի, որ սրանից հետո իր արտադրած բերքը վաճառելու դժվարություն չի ունենալու։ Ջուրը հասնելու է դաշտ, կաթը մթերվելու է արժանապատիվ գնով եւ իր երեխայի համար դպրոցը, մանկապարտեզը, առողջապահությունը լինելու են հասանելի ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում։ Մարդուն մեծ աշխարհակահաղական հայտարարությունները չեն հետաքրում, եթե տունը դատարկ է, աշխատավարձը նվաստացուցիչ, իսկ աշխատանքը պատահական բախտի հարց։ Եվ հենց այստեղ է խաղաղության իմաստը։ Խաղաղությունը դեկլարացիաները չեն, խաղաղությունը պետության կարողությունն է ստեղծելու աշխատանք, արդար, արժանապատիվ եկամուտ, հասանելի կրթություն ու առողջապահություն քաղաքում թե գյուղում։ Եթե խաղաղությունը չի փոխում մարդու կյանքի որակը, դա խաղաղություն չէ, դա պարզապես հետաձգված ճգնաժամ է։ Մենք պետք է կառուցենք խաղաղություն, որը տուն է մտնում, աշխատատեղով, դպրոցով, բժշկով, ջրով, շուկաներով եւ վստահությամբ պետության նկատմամբ։ Առողջ, կրթված, արժանապատիվ աշխատանք ու աշխատավարձ ունեցող քաղաքացի, ուժեղ պետություն։ Սա է մեր բանաձևը։